Փառք Հիսուսին քուրեր եղբայրներ ջան։ Փառք Աստծուն այսօրվա համար, այս ժամանակվա համար, որ մեզ տվեց ասա ժամանակ նորից հավաքվելու։ Սա իր սերն, շնորհքն, իր բարությունն։ Փառք իրան։ Քուրեր եղբայրներ ջան, որպես եկեղեցու անդամներ կուզեմ մի փոքրիկ կիսվել ձեզ հետ։ Մենք որպես Տիրոջ կողմից ընտրված ժողովուրդ մի վատ ժամանակ ենք ապրում, մի չար ժամանակ։ Ինչպես գրված է Պետրոսի թղթի մեջ, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-9 խոսքն եմ ուզում կարդամ։ Արթուն կեցեք, հսկեցեք, վաս ձեր հակառակորդը սատանան, մռնչող արծիպես կպտտվի ու կփնտրե ով կլե, որոնդեմ կեցեք հավատքով հաստատված։ Գիտնալա որ ձեր եղբայրն աշխարհի մեջ նույն չարչարները կկրեն։ Մենք ապրում ենք մի չար ժամանակ, քուրեր եղբայրներ։ Մի չար շրջան ենք ապրում։ Եվ եկեղեցին պատրաստվում է այո հափշտակվելու, քուրեր եղբայրներ։ Եկեղեցու օրերը մոտեցել է։ Եկեղեցու ժամանակներն են կարծես թե կամաց արդեն հասնանում է, քուրեր եղբայրներ։ Եկեղեցին հափշտակվելու։ Եվ մեզ ինչ է պետք այս օրերի համար։ Ես որպես ձեր նման եղբայր ունեմ ես կարիք դրա մեջ ինչու պիտի ձեզ ասեմ։ Կուզեմ մի փոքրիկ կանգ առնեմ մեր անձերի համար, իմ համար, քո համար, բոլորիս համար։ Սուբոկը մգրված ենք շատերս, եկեղեցու անդամներ ենք, փառք իրան, եւ կանչված ենք երկինքի համար, եւ առաքյալ այսպես ասում, առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 14 խոսքը։ Ես առաջի մասը պիտի կանգ առնեմ։ 14 խոսքը։ Անհոգ մի լար, քո եղած պարգևի վրայով, որ մարգարծամ քեզի տրվեցավ, 30 ձեռքով քո վրա դրվելով։ Իմ խոսքից միտքը սա է։ Անհոգ մի լար։ Այսօր կարծես թե եկեղեցու մեջ շատ անհոգություն։ Շատ անհոգություն։ Եվ սատանան սա ձեր տալիս է, գիտեք քուրեր եղբայրներ։ Մարդը հակնակերպարանք աստվածապաշտության, բայց իր ներսը ինքը անհոգ է։ Ուզում եմ այսպես հարց տամ։ Այդ որ հարցն է, որ նշանված է ինչ-որ տղայի հետ, ու նանեսը չի տրփում, թե պիտի փեսանգերան տուն տանի, ու չլսում այդ ուրախությամբ, այդ անհանգստությամբ, քուրեր եղբայրներ, մնանան չի սիրում։ Այսօր մենք որքան ենք մեր ներսը անհանգիստ, քուրեր եղբայրներ, մեր հոգևոր կյանքի համար։ Մենք որքան ենք անհանգիստ, քուրեր եղբայրներ ջան, որ նայենք մեր հոգևոր կյանքին։ Ինչպիսն է մեր ներսը, քուրեր եղբայրներ, անհոգ մի եղի։ Անհոգությունը մարդուն կորուստ է տանում։ Անհոգ մարդը արթուն մարդ չի։ Անհոգ մարդը չունի Աստծո ծառայ իր ներսին։ Անհոգ մարդը կորսվում է, քուրեր եղբայրներ, մեզ այդպես ասում Արագած գրքի մեջ, Արագած գիրք առաջի գլուխ 32 խոսքը։ Վասնզի անմիտներու խոտրելը զիրենք պիտի մերցնե, եւ հիմարներուն անհոգությունը զիրենք պիտի կորսնցնե։ Անհոգությունը կորուստ է տանում, քուրեր եղբայրներ։ Կորսվում ենք ու խաբար չենք։ Մնեսը սառում է, մենք խաբար չենք։ Եման ասма Պողոս Սարաքյալ Տիմոթեոս, դու անհոգ մի եղի։ Դու ասված ծառայության համար եւ ալյա ընտասկի համար սրխոսն է մեզա։ Մենք ուր ենք, քուրեր եղբայրներ, ինչպես նա մեր կյանքը, Աստծո առաջ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ մեզ այդպես ասում Տիրոջ խոսքը, գրված այսպես Հռոմայացիս 12-րդ գլուխ 11 խոսքը, մեզ ինչ է պետք։ Ջանքի մեջ թուլասիր չլակ, հոգով բորբոքվեցեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի կեցեք, սուրբերի պիտուտեն հաղորդ եղեք, շուրասության հետևե եղեք, ձեր հալածունը օրտեցեք ու մի անեցեք, խնդածունեն խնդացեք և լացունեն լացեք, իրավրա միևնույն խորհուրդ ունեցեք, անբարտավանություն մի ունեք և այլը։ Ջանքի մեջ թուլասիտ չլակ, ջանքի մեջ
Եվ մարդու մեջ կա ջանք իր հոգի կյանքի համար, նա արթուն է։ Մի պահակի հարցնում են, պահակ, որ իրիկունը քո օբյեկտին պահակություն ես անում, դու չես վախնում։ Մա ոնց չեմ վախնում, թեկուզ զենքը ձեռք սարացանը, բայց ես վախնում եմ, որտեղ կարող գիշերը մի անկյունից խփեն հանգարց ինձ, չնկատեմ։ Բայց ասում եմ գնում եմ մտնում եմ իմ բուտկաս, պահակի այդ փոքրիկ բուտկայի մեջ, մել չեմ վախնում։ Իհարկե, երբ որ դու արթուն ես, զգուշ ես, որտեղ մեղանչեցիր, որտեղ սայտակեցիր, որտեղ վրիպեցիր, որտեղ ադելություն կա, դու անհոգ չես անցնում, գնպես խոստանության, դու երես արջագնելու, եսը փնտրելու, տերներ ինձ, բայց դու մտնում ես քո ներքին սենագը ինքդ քո հետ, անհոգությամբ ես վարվում, իհարկե քուրեր, եղբայրներ ջան։ Այսօր սատանան շատերին այդպես վիճակի է գցում։ Ներողություն եմ խնդրում, ներողություն։ Ուր ենք շատերս։ Անդամական պաշտամուն կա։ Ուր ենք շատերս։ Քուրեր եղբայրներ, ինչպես է մեր ներսը պատրաստվում Քրիստոսին դիմավորելու համար։ Ավելի շուտով գա քուրեր եղբայրներ։ Դե հայտնվի Տերը շուտով։ Եկեղեցին ինքը պիտի հապշտակի։ Նա պատրաստում է հարցը, նա հարցը սրբում է, մաքրում, լսում է հոգու զորությամբ երկնքի համար քուրեր եղբայրներ։ Բայց կա հարցը լինի անհոգ, անտարբեր, քուրեր եղբայրներ ջան, մեզ շատ անդրաժեշտ է։ Եկված այսպես երկրորդ Տիմոթեոսի մեջ, երկրորդ գլուխ, երկրորդ Տիմոթեոս երկրորդ գլուխ 15 խոսքը։ Ջանք արա, ջանք կրե, քո անձդ ընտիր ցուսելու Աստծո առջև։ Ջանք արա, քո անձդ ընտիր ցույց տաս։ Ընտիր սրբության մեջ, ընտիր սիրո մեջ, ընտիր Սուրբ Հոգով լեցնության մեջ, ընտիր աղոթքի կյանքի մեջ, ընտիր հաղորդ երկնային կյանքին, ընտիր ցույց տաս։ Դեստեսդ ինչպիսին է։ Այդ քովիդի ժամանակ մեր գիշեր եղբայրը լավ այդ օրինակը բերում, մա ես այցելում եմ եղբայրներին, մեր քույրերին եւ այլ, այցելեցին այն մեր հրադ եղբորն։ Ասի ոնց ես հրադ ջան, ասում հետ լավ չեմ, Գրիշա ջան, լավ չեմ։ Ասում եղբայր ջան, ինչ ես պարկել, գնա հիվանդանոց, դիմի մատ բժշկի, չի ասма, չէ։ 3 օր Տերի մեջ չի խոսած է։ Տերի մեջ չի խոսած է 3 օր։ Իսկ երբ մեր հետ Տերը խոսած է վերջի անգամ։ Երբ քո հետ խոսած է Տերը վերջի անգամ։ Երբ ես լսվել վերջի անգամ Սուրբ Հոգիով, երբ ես եղել հաղորդ այն աստվածային կյանքին։ Խոսեք ես հետ ինձ հետ Սուրբ Հոգին երբ քույրեր եղբայրներ, որքան մենք կարիք ունենք Հիսուսի, որքան մենք անհոգ ենք մեր անձի նկատմամբ, դες մեզ սիդեն ինչն է փապակում, մնացը մեզ ուր է տանում քույրեր եղբայրներ, երբ ես կապվել Աստծո խոսքի աղոթքի հետ, երբ վերջի անգամ ես Աստծո խոսքը կարդացել եւ աղոթքով լեցվել Սուրբ Հոգով, երբ հարազատներ ջան, մոտ է գիտեք, շատ մոտ է հապշտակությունը, շատ, անհոգ մեղ, մի նայես աշխարհին, ամեն բան ունայն է քույրեր եղբայրներ, մեր մեծը լավ են ասում, մեծական խոսք կա, 1000 միլիոն փող ունենամ, ման եկավ, թողեմ, կեթամ, ուր է քո սիրտ փապակում, ինչ է ներսդ կապված հարազատս, ներսդ ուր է դեպ ձգտում, քույրեր եղբայրներ ջան, անհոգ մեղ է, Այսօր կարծես եկեղեցիների մեջ շատ այս հարցը կաղում շատ թուլ է, շատ են առաջա ջանքը, եռանդը, կրակը Սուրբ Հոգու, այցելությունը Սուրբ Հոգու, Սուրբ Հոգու կենանի գործը մեր ներսը, եկեղեցու մեջ, որ ես հիշում եմ առաջվա այն կյանքը դուք եք լավ հիշում, կարծես այսօր էծև չի, մենք ենք պաղը գիտեք, Ես ու դու ենք պատճառը, Սուրբ Հոգին չի պատճառը։ Ինչքան մենք կապված Աստծո խոսքի հետ, որքան մեր մեջ խոսքը բնակված, քույրեր եղբայրներ, մեր մեջ ինչքան խոսք կա Աստծո, գրված է այսպես Տիրոջ խոսքում, այո պիտի մեր ներսը բնակվի Աստծո խոսքը, որտեղ կարդանք, հապա բնակվի մեր մեջ կենտանի Աստծո խոսքը։
Որտեղ խոսքը մեծ մակե ընտանի հավատ, Աստծո հավատք, դեպ Աստված ուղում մեզի Աստծո խոսքը սրի պես է, մաքրում է, մներս է մտնում, լուսավորում է, դեպ Աստված ուղում մեզ Աստծո խոսքը, քույրեր եղբայրներ, սատանային ձեռնատու է, որ մենք չկապվենք խոսքի հետ, չունենք հատակություն Աստծո խոսքի հետ, քույրեր եղբայրներ, գրված է այդպես Տիրոջ խոսքում, մենք պիտի բնակվի խոսքը, գրված է այդպես, Կողոսացիս 3:16, Քրիստոս խոսքը ձեր մեջ բնակվի առատապես, ամեն իմաստությունով, իրար ուսումնասիրելու, ու խրատելու, սաղմոսներով, և օրհնություններով, և հոգով երկրորդ ձեր մեջ շնորհքով զաստված օրհնելու, բնակվի մեր մեջ Աստծո խոսքը։ Այս սատանան չի ուզի, բայց այս արտաքին աստապարտ գազ գնա սենց թմբրած սենց աղոտեսին եկան։ Իմ մեջ բնակվի խոսքը, դիմե մեջ Աստծո խոսքը Աստծո կյանք կառուցի, կենդանի հավատք կառուցի, ինչի է քաշում մեղքը աշխարհը, ինչի սատանան աշխարհի ստեն տեղ հասե, ադև են պարիսպը, են խոսքը պիտի մուքո մեջ լինի որպես պարիսպ, բնակված, լինի հավատք կենդանի Աստծո վրա, չկա քույրեր եղբայրներ, չկա կարծես թե։ Եթե խոսքը մարդ մեջ դառնա հավատք քույրեր եղբայրներ, եթե խոսքը մարդ մեջ ծնի Աստծո հավատք, Աստծո հավատք, Աստուն հաղորդվելու հավատք, երկինքը մեծի բաց անի այդ հավատքը, քույրեր եղբայրներ ջան, Մովսեսին բացվավ երկինքը, բացավ գալիքը, ապագան բացվավ, Մովսեսի հավատքը Քրիստոսի վրա էր, նրան հայտնավ Քրիստոս խաչելությունը, բացավ Հիսուսը Մովսեսին, բայց ուր Քրիստոս, ուր Մովսես քույրեր եղբայրներ, այդ ինչ կյանք կա կենդանած խոսք մեջ բնակվելու քույրեր եղբայրներ ջան։ Մեզ այսօր դրա կարիք մենք շատ ունենք։ Գալ պաշտամունքի, աղոթել առանց հավատքով, չլցվել Սուրբ Հոգով, չաղոթել երկինքի կյանքին, մնացել չկա սրբությունը, մենք չառնենք երկինքից աստվածային կյանքի զորությունը, մեր հավատքը կա պարապ լինի քույրեր եղբայրներ, պարապ։ Եվ այդպես ասում ես Հուդայի թուղթը, Հուդա 20:21 խոսքը, բայց դուք սիրելիներ, անձնից շնելով ձանա սուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթք կնելով են, անձնից Աստծո սիրո մեջ պայեցեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրումցանը սպասելով հավնական կյանքի համար։ Մենք այդ կյանքի համար ենք եկել, այդ հավատք ունենք, երկիկ մտնենք։ Ժաման մեզ ասան, որ մեր անձեր շինվի, բայց դուք ձեր անձեր շինելով ձանա սուրբ հավատքի վրա, որ ավետարանն է, Աստծո խոսքն է, ճշմարտությունն է, քույրեր եղբայրներ, Աստծո խոսքի վրա պիտի շինվի մեր հավատքը, անխափան լինի մեր հավատքը, որ ինչը լինի աշխարհում, աշխարհները փոխվի, հրամանները գան ու գնան, բայց չի փոխում ավետարանը, որտեղ կառուցենք հավատք մարդու վրա, անձի վրա, հապա կառուցենք հավատք Աստծո խոսքի վրա, ճշմարտության վրա, Սուրբ Հոգու վրա, Հիսուսի վերքերի վրա, խաչի վրա, քույրեր եղբայրներ ջան, եւ ասան եւ Սուրբ Հոգով աղոթք անելով։ Երբ են լսվել Սուրբ Հոգով վերջի անգամ, երբ ես աղոթքայի հետ կրակը ներսդ վառվե, նա անձնավորությունն է Սուրբ Հոգին, ասեց Հիսուսը, որ գա պիտի ձեր մեջ բնակվի, դե առնիզնից ձեզի պիտի տա, դե ձեզ գալիքը հայտնի, դե պատմի ձեզ գալիքը։ Քույրեր եղբայրներ ջան, դե եկեղեցում չկա այդ կրակը Սուրբ Հոգու, չկա այդ կենդանի հավատքը, չկա ավետարանը, ինչով պիտի դու առաջնորդվես, ինչու դա շինվես, քույրեր եղբայրներ ջան, օգնի Աստված, ինձ, ձեզ, բոլորիս, բարեկամներ ժամանակն է, քույրեր եղբայրներ, մենք տանջվել ենք երկինքի համար, մեզ երկինքն է սպասում, մենք ունենք խոստմունք երկինքի, քույրեր եղբայրներ ջան, եւ մեզ այդպես ասում Պետրոս առաքյալը, երկրորդ գլխի մեջ, երկրորդ գլուխ, երկրորդ Պետրոս առաջի գլուխ,
10-րդ խոսքը գիշերապա կարդաց, ուզում նորից ես կարդամ։ Սրա համար եղբայրներ, նաև քույրեր, ավելի ջանք կրեք, որ ձեր կոչումը, ընտրությունը հաստատեք։ Վասնզի այս աննով բնավ պիտի չվրիպեք, բնավ չեք վրիպի։ Ջանք արա, զգուշ եղեք։ Ջանք անող մարդը արթուն մարդը, ջանք անող մարդը աղոթքի մարդը, ջանք անող մարդը սուբոգով լեցուն մարդը, ջանք անող մարդը ասոցի հետ կապված մարդը։ Իշտ է մեր կերագուրն այսօր քույրեր եղբայրներ։ Օգնի Աստված ինձ, քեզ, բոլորիս, չեմ ուզում շատ երկարացնեմ, եղբայրներ խոսեն, կուզեմ վերջի համար է կարդամ։ Եփեսացիս 5:14-ից։ Անորոշ կսե արտացիր դուն որ կքնանաս եւ կանգնի մեռելներեն ու Քրիստոս քեզի լույս պիտի տա։ Ուսի նայեցեք, թե ինչպես զգուշությամբ պիտի քալենք, որտեղ անմիտների պես, հապա իմաստուների պես ժամանակը ծախու առնենք, վասնզի օրերը չար են։ Անոր համար անմիտ միլա, հապա իմացիր ինչ է Տիրոջ կամքը։ Անմիտ մի եղի, անոկը մի եղի, իմանալ Տիրոջ կամքը, քույրեր եղբայրներ, օգնի Աստված մեզ, ինչպես եղբայրը խոսեց, անցնենք սրբության, անցնենք երկնային կյանքի ծարավ ու փապակով, անցնենք այդ հավատի զորությամբ լեցվելու, քույրեր եղբայրներ, դե Աստված մեր չանի, մեր մարդկան ուժեն անկարող են, բայց մենք պիտի փապակենք, Տեր Աստված արամ է մեջ, սուբոգի շարժի ներսս, սուբոգի բժշկի ներսս, իմ միտքս բաց, հոգուս աշկերը բաց Տեր, ես տեսնեմ քեզ, քո շորքը, քո փառքինն եմ հաղորդ։ Այո, քույրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ։ Տեր ձեք եկարի մեզ, որպես մենք տեղ տանք մեր ներսը Աստծո հոգում, խոսքը մեր մեջ բնակվելու, աղոթքի պարապելու, ինչպես գրված է Ղուկասի 18 գլուխ առաջի խոսքում, 18 առաջին, ում աղոթք արեք, ու մի ձանձրացեք, այդօր շատերի կյանքում չկա աղոթք, ձանձրանում են, չկա հավես։ Ուֆ, դե լավ, դե Հիսուս ջան, փառքես, գիտես հոգնած եմ։ Չէ, քույրեր եղբայրներ, մի համակե այդ վիճակին, արթնացի, զորացի, սիրտ ար, սիրո մեջ, ճշմարտության մեջ, աչենք քույրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ, կանենք աղոթքի, միանձնար աղոթք կանենք։ Փառքես, ողորմած Աստված։